Պարեկների հայտնաբերած Mercedes-ն է, որը որ կասկածվում է վրաերթ անելու մեջ, բայց դե վրաերթի վայրից մոտ 1 կիլոմետր, 2 կիլոմետր։ Այսքան պարեկներ, երրորդ գումարտակն է, չէ՞, երրորդն է։ Կասպարյանի սախարանը մնացն դե։ Հա, դե մահի տեղն է, էլի, դի մոտ է։ Տեսնում ես, պարեկները օպերատիվ բռնել են, գտել են։ Բան, այն հատիսի դեմ է, էլի։ Արարատի մարզի գումարտակի հրամանատարը թողա Երևանի պարեկներից սովորի, Զաքարյան Գևորը, ոնց են տաք հետքերով հայտնաբերում։ Չէ, բան, դեպի բան, այն Արցախը հողի հարուներով կտինով Հունվարի 8-ն է, Արցախի փողոցում ենք, որտեղ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կին հետիոտնին, նրան թողնելով անօգնական դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ժամանել են ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի երրորդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը, բաժնի պետ Համբարձում Գևորգյան։ Գևորգյանը չէ Համբարձումը պետը։ Պետի ազգանունը։ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում են նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի պաշտոնակատար Վլադ Բազումցի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական բաժնում, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Հարցին պատասխան
պատասխանում ես, ես ոչ մի տվյալ արտուրից շեշտեք։ Էս էլ մյուս բանն է, պոթասն է։ Հունվարի 8-ն է, Երևան, Արցախի փողոցում, ահա, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ նշված Mercedes Magnus-ի ավտոմեքենան տաք հետքերով հայտնաբերել են եւ այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը իմ տեղեկություններով նշված Mercedes-ի վարորդը կասկածվում է այս վայրից նրա ավտոմեքենայի հայտնաբերման վայրից մոտ 1.5 կիլոմետր հեռավորության վրա դեպի ժողովրդին հայտնի Տեցի կռուկ տանող հատվածում մահվան ելքով վրայեր կատարելու մեջ։ Պարեկները տեղեկություն էին ստացել, որ այդ հատվածում Տեցի կռուկի մոտ վրայերթ է տեղի ունեցել մահվան ելքով ու պարեկները ժամանելով նշված վայր այնտեղ հայտնաբերել են կնոջ մարմին, կինա, չէ՞, կնոջ մարմին, սակայն ոչ մի ավտոմեքենա չի հայտնաբերվել։ Եվ ահա Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները օպերատիվ տեղեկություններով նշված ավտոմեքենան հայտնաբերել են այստեղ եւ կան հավաստի տեղեկություններ, որ հենց նշված ավտոմեքենայով է տեղի ունեցել վրայերթը այս պահին ենթադրյալ կասկածյալին վարորդ երկու հոգու ամենայն դեպս երկու հոգու պարեկները հայտնաբերել են եւ այս պահին պարզում են թե նրանցից ով է եղել վարորդը ավտոմեքենայի վրա կա նաեւ վրայերթի հետքեր որը դիմապակին է վնասված, համարանիշն է պոկված ընկած եւ եթե պարեկները օպերատիվ չգործեին, հնարավոր է վարորդը մեքենայով գնար, ճիշտ է, հետո կգտնեին, որովհետեւ ամբողջ այս փողոցում կան տեսած ձայնագրման սարքեր, աշխատանքներ կպահանջվեր, բայց լավ էր, տաք հետքերով Երևանի գնդի պարեկները հայտնաբերեցին Mercedes-ը, մնում է պարզել ով է վրայերթ կատարող, ահա, մի հոգու տանում են, հավանաբար, ենթադրյալ կասկածյալ վարորդն է, ում տեղափոխում են ոստիկանության Էրեբունի բաժին, իմ տեղեկություններով նաև ենթադրյալ կասկածյալ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։ Վարորդը եղել է ոչ սթափ, ենթադրյալ վարորդը։ Ահա։ Ինչ է նշանակում օպերատիվ տաք հետքերով աշխատել, տաք հետքերով բացահայտել հանցագործություն, սա նույնպես հանցագործություն է եւ լավ կլինի, որ մարզերի որոշ գումարտակների հրամանատարներ սովորեն, թե ինչպես են բացահայտում տաք հետքերով
մավան ելքով վրա երթե։ Եվ դա առաջին հերթին լավ կանի սովորի Արարատի մարզի գումարտակը։ Իրենց գումարտակի հրամանատարի, ճակերտավոր ասած հրամանատարի Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։ Ոչ թե ծածկատնփոցանն փորձեն մավան ելքով դեպքերը կոծկեն։ Ժապավեն։ Это четно. Мерседеси. Rosario,